Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 14-ն է եւ սա արդեն մեր երկրորդ հաղորդումն է։ Այս հաղորդման ընթացքում հիմնականում խոսելու ենք միջազգային արձագանքից, այն հայտարարության շուրջ, որը որ արել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունը խաղաղության պայմանագրի վերաբերյալ, որ արդեն համաձայնեցվել են բոլոր կետերը եւ մնացել է ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ հարաբերություններ հաստատել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Արձագանքները շատ են, տասնյակ երկրներ են արձագանքել այս հայտարարությանը եւ գրեթե բոլորը նշում են, որ հիմա հույս կա, որ շատ արագ կստորագրվի այդ խաղաղության պայմանագիրը եւ վերջ կտրվի տասնամյակների կոնֆլիկտին։ Արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հստակ նշելով, որ հիմա արդեն ոչինչ չի խանգարում, որպեսզի այդ փաստաթուղթը ստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ վերջ տրվի այդ հակամարտությանը։ Ոչ միայն Ֆրանսիայի նախագահն է արձագանքել, այլ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն նաեւս ողջունել է, որ այդպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ դրանից բացի նաեւ ակնարկել է, որ այդպիսի աշխարհ է տեսնում նաեւ Թրամփը, այսինքն այդպիսի որոշումը բխում է նաեւ Թրամփի աշխարհայացքից, Թրամփի տեսակետներից։ Եվ հստակ ակնարկում է, որ Թրամփը շատ գոհ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նման որոշում է կայացվել։ Արձագանքել են նաեւ Եվրոմիության պաշտոնյաները տարբեր երկրներից բացի, այև այդ արձագանքի մեջ թե Կայա Կալասն է արձագանքել, թե Անտոնիո Կոշտան է արձագանքել եւ թե ուրիշները, եւ բոլոր այդ արձագանքների եւ կոչերի մեջ հստակ ողջունվում է եւ ասում են, որ շատ արագ լավ կլինի, որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը երկրների միջև։ Դրանից բացի մենք ունենք նաեւ Վրաստանի արտգործնախարարության արձագանքը եւ ինչպես նշեցի, ոչ միայն Վրաստանի, այլ տասնյակ երկրների արձագանքներ, շատերը մեծ ողջավորություն են հայտնում, որ այդպիսի որոշում է ձեռք բերվել, այսինքն համաձայնեցվել է տեքստը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ հիմա կոչ են անում արագացնել այդ գործընթացը։ Դրանից բացի Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց եւ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Վլադիմիր Պուտինին բանակցությունները, թե ինչի շուրջ է համաձայնություն ձեռք բերվել, նաեւ նա վերահաստատել է փաստացի, ավելի ճիշտ հաստատել է, որ կմասնակցի մայիսի 9-ի հաղթանակի շքերթին Մոսկվայում։ Հաղորդագրության մեջ նաեւ նշված է, որ քննարկվել են նաեւ ուրիշ հարցեր, այդ թվում նաեւ ռեգիոնալ հարցեր, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների հարցեր են քննարկել Հայաստանի վարչապետը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Հետաքրքիր է, որ այս վայրդրությամբ միայն դեռևս հաղորդագրություն կա, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ է նման հեռախոսազրույց տեղի ունեցել, բայց հույսով եմ, որ միայն Ռուսաստանի նախագահը չի տեղեկացվելու, այլ նաեւ Հայաստանի մնացած իրական գործընկերները եւս կտեղեկացվեն այս գործընթացի վերաբերյալ եւ հատկապես Էմանուել Մակրոնը եւս կտեղեկացվի, հեռախոսազրույց կլինի։ Նաեւ շատ լավ կլիներ, որ հեռախոսազրույց տեղի ունենար նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև։ Մենք գիտենք, թե ինչքան ակտիվ պետքարտուղար էր Էնթոնի Բլինքենը, ինչքան հաճախ էին նրանք հեռախոսով զրուցում Նիկոլ Փաշինյանի հետ։ Հուսանք, մի քիչ թերահավատ եմ, բայց այնուամենայնիվ հուսանք, որ այդպիսի ակտիվություն կպահպանվի նաեւ այս պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ եւ նա նաեւ գիտենք, որ լավ հարաբերություններ է ունեցել հայ համայնքի հետ, բայց հիմա Թրամփի քաղաքականությունը այնպիսին է, որ հիմա դժվար է գլուխ հանել, թե ում հետ են Ամերիկայի Միացյալ Նահանգները խորը հարաբերություններ ունենալու, ում հետ ոչ, բայց փաստացի Մարկո Ռուբիոն նույնպես ողջունել է եւ հստակ նշում է, որ այդպիսի պայմանավորվածությունները հստակ համապատասխանում են Թրամփի աշխարհայացքին, այսինքն խաղաղության հաստատման մասով։ Նախորդ հաղորդման մեջ արդեն ասում էի, որ հնարավոր է Ադրբեջանը փորձեն ադրբեջանցիները ներքաշել նաեւ ամերիկյան կողմին, այսինքն փորձել օգտագործել այս ամենը նաեւ բարելավելու Ադրբեջանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները եւ գտնել Դոնալդ Թրամփի
համակրանքն ու աջակցությունը, այսինքն կարող է Իլհամ Ալիևը նման քայլի գնալ եւ փորձել առաջ ընկնել, առաջարկություններ անել այդ խաղաղության պայմանագրի ստորագրման մասով Դոնալդ Թրամփին։ Եվ այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ հայկական կողմը ևս շատ ակտիվ պետք է լինի, շատ ուշադիր պետք է լինի, սա շատ կարևոր պահ է։ Ես ասեմ նույնիսկ ավելին, Թրամփը մի փոքր հիմա շեղվում ենք այդ թեմայից, բայց կարևոր է, սա մեզ հետ բնականաբար էլի շատ կապ ունի։ Թրամփը փաստացի նաև երեք հայտարարություն է արել, որով որ հստակ նշել է, որ Գրենլանդիան ամեն դեպքում կմիացվի Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ նույնիսկ չի բացառել ռազմական ուժի օգտագործումը Գրենլանդիայի նկատմամբ։ Հիմա կարևոր է այն, որ երեք նաև հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև, հիմա է նոր է հայտնի դառնում այդ մասին։ Դրանից բացի Վլադիմիր Պուտինը նաև նամակ է փոխանցել Դոնալդ Թրամփին հատուկ այդ բանականացի միջոցով, որին որ Թրամփը ուղարկել էր Մոսկվա, իսկ հեռախոսազրույցի մասով Թրամփը ասում է, որ շատ պոզիտիվ եւ հետաքրքիր կարծիքներ է ինքը լսել Վլադիմիր Պուտինից, ինչը ինչ-որ միտեղ նաև հուսադրել է Դոնալդ Թրամփին, այսինքն հույսեր է առաջացրել Դոնալդ Թրամփի մոտ։ Հավանաբար Պուտինը նախնական համաձայնություն է տվել ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման շուրջ։ Եթե Դոնալդ Թրամփը շտապում է այդ պատերազմի մասով, ուզում է, որ ավարտին հասցնի պատերազմը, բայց նույն ժամանակ հայտարարում է, որ Գրենլանդիան ինքը կարող է նաև օկուպացնել, գրավել Կանադայի մասով, գիտենք նրա տեսակետները, ապա մի կողմից շատ լավ է, որ հիմա շատ արագ ձևով հաստատվելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը, բայց կրկնեմ, ես երաշխիքների մասով վստահ չեմ եւ համոզված եմ, որ եվրոպական դիտորդական առաքելությունը այսպես թե այնպես ինչ որ մի ձևով պետք է մնա Հայաստանում։ Ադրբեջանցիները նաև խոսում են, որ իբր կանխել են Եվրոմիության երկրների կողմից դենքերի մատակարարումը Հայաստանին, նման տեղեկություններ եւս կա, չգիտեմ ինչքանով է դա համապատասխանում իրականության, թե չէ, բայց կոնկրետ նշում են, որ նրանք խոչընդոտել են Եվրոպայի կողմից Հայաստանին մահաբեր զենքի մատակարարում։ Այսօր նաև մի շարք հայտարարություններ է արել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, երևի լսել եք նաև այդ մասին, եւ այդ բոլոր հայտարարությունները հիմնականում վերաբերվում էին այդ համաձայնությանը, որը որ ձեռք է բերվել Ադրբեջանի հետ։ Միրզոյանը նշում է, որ 24 թվականը փաստացի ամենախաղաղ տարին է եղել 20 տարիների ընթացքում։ Նրա խոսքերով Հայաստանի Հանրապետության գլխավոր նպատակը ամրապնդելն է ինքնիշխանությունը, սուվերենությունը եւ վերականգնելն է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նա հստակ նշում է, որ ամենակարևորը մեզ համար խաղաղությունն է, ինչպես նաև նա նշում է, որ շատ կարևոր է, որ հենց 2024-ին սկսվեց դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Նա նաև ասել է, որ առաջարկությունները ուժի մեջ են եւ Հայաստանը առաջարկում է, որ ապաշրջափակում տեղի ունենա տրանսպորտային կոմունիկացիաների, այս մասով եւս բազմիցս ասվել է եւ կրկին ասում է, որ այդ ամենը տեղի ունենալու Հայաստանի ինքնիշխանության ներքո, այսինքն ոչ մի միջանց չի տրվում Բաքվին, բայց փաստացի խաղաղության պայմանագիրը եւ հարաբերությունների պայմանագիրը հստակ տարանջատված է այդ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցից, այդ կետը չկա այդ պայմանագրի մեջ, դա առանձին բանակցություններ են եւ այս պայմանագրությամբ հստակ բոլորն են նշում են, որ կոնկրետ լուրջ ձեռքբերումներ չկա դեռևս այս հարցի շուրջ։ Միրզոյանը նաև անդրադարձել է գերիների հարցին եւ ասել է, որ դա եւս ամենակարևոր կետերից մեկն է լիարժեքորեն նորմալ հարաբերությունների կարգավորման համար Բաքվի եւ Երևանի միջեւ, այսինքն առանց դրա, առանց գերիների ազատ արձակման նորմալ ձևով հարաբերությունները չեն կարող կարգավորվել Բաքվի հետ, այսինքն հիմնական կետերից, կարևոր կետերից մեկն է գերիների ազատ արձակումը, որը եւս ես կարծում եմ, որ ինչքան հասկանում եմ, չկա այդ խաղաղության պայմանագրի մեջ։ Բայց նույն ժամանակ հստակ պետք է նշենք, որ այդ կետը կա երրակողմ հայտարարության մեջ, որը որ ամբողջությամբ խախտված է։ Արարատ Միրզոյանը նաև անդրադարձել է սահմանադրության հարցին Ադրբեջանի կողմից այն կոչերին, որ Հայաստանը պետք է սահմանադրությունը փոխի, նա ասում է, որ
Նման կետեր կան նաև Ադրբեջանի սահմանադրության մեջ և փաստացի Ադրբեջանի սահմանադրության մեջ ևս կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, բայց ինքը համարում է, որ այդ խաղաղության փաստաթղթով այդ հարցերին պետք է վերջ տրվի։ Այդ մասին նաև խոսում էր Նիկոլ Փաշինյանը, որ խաղաղության պայմանագիրը գերակա է, այսինքն ավելի մեծ նշանակություն ունի, քան ներքին սահմանադրությունները երկրների միջև, քանի որ լուրջ միջազգային փաստաթուղթ է այդ խաղաղության պայմանագիրը։ Եվ հստակ փաստացի Միրզոյանը ասում է, որ տվյալ կետը բացակայում է խաղաղության պայմանագրի մեջ։ Այս մասին ևս Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին։ Հիմնականում այսքանն է, սիրելի հայրենակիցներ, ես ասեմ, որ Արարատ Միրզոյանի հայտարարությունների մեջ ևս մեծ հաշվով նորություն չկար։ Ամենամեծ նորությունը երեկվա այդ տեղեկությունն էր, որը որ մենք լսեցինք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարության միջև, եւ հիմա տեսնում ենք, թե ինչպես են երկրները ողջույնի խոսքեր փոխանցում, հայտարարություններ տարածում այդ որոշման մասով։ Բայց այս մասին ես կարևոր է կրկին շեշտեմ, ոչ ոք դեռևս չգիտի օրը եւ ժամը, թե որտեղ կստորագրվի այդ խաղաղության պայմանագիրը եւ ընդհանրապես կստորագրվի այդ խաղաղության պայմանագիրը, թե ոչ։ Այսինքն տեքստի համաձայնեցումը շատ կարևոր էր, պայմանագրի համաձայնեցումը, բայց քանի այն չի ստորագրվել, այդ պայմանագիրը ուժի մեջ բնականաբար չի մտել։ Նաև ես չեմ բացառում նման բան, որ ապագայում փորձեն նաև նոր կետեր ավելացնել այդ պայմանագրի մեջ, Ադրբեջանից ամեն ինչ հնարավոր է սпасել, բայց շատ հետաքրքիր էր նույն ժամանակ, որ այս պայմանությամբ այդ ամենի մասին հայտարարեց Բաքուն։ Մենք պետք է ուղղակի հասկանանք, թե ինչու հիմա այդ ամենի մասին հայտարարվեց Բաքվի կողմից։ Կրկին հիշեցնեմ, որ իմ պատկերացմամբ հիմա ամենակարևոր հարցը հավելյալ երաշխիքներ ձեռք բերելն է, ինչ որ հավելյալ երաշխիքներ այդ խաղաղության պայմանագրից դուրս, քանի որ ես վստահ չեմ, որ նույնիսկ եթե ստորագրվի այդ խաղաղության պայմանագիրը, այն չի խախտվի։ Դրանից բացի մենք հիմա լսում ենք, որ Ադրբեջանը 4 միլիարդ դոլարից ավել է ծախսել զենք զինամթերքներ ձեռք բերելու վրա։ Մենք գիտենք, թե ինչպես են նրանք Հայաստանի տարածքները անվանում իրենցը, ասելով Ադրբեջան, արևմտյան Ադրբեջան, հորինված այդ թեզերը միջանցքի մասին են խոսում հաճախ, իրենց հասարակությանը պատրաստում են այդ ամենի շուրջ, նաև խոսում են, որ ինչ-որ տեղահանված անձինք պետք է վերադառնան այդ տարածքներ, մի խոսքով, եթե խաղաղության են գնում, նման բաներ չեն անում երկրները, բայց մենք ինչ հիմա տեսնում ենք Ադրբեջանի կողմից, հստակ մեզ վկայում է այն, որ Ադրբեջանը ծրագրեր ունի Հայաստանի հետ կապված, եւ խաղաղության պայմանագիրը ուղղակի այս հարցը կարող է ինչ-որ մի խաղ լինել, չնայած որ մյուս կողմից մենք նաև տեսնում ենք, թե ինչպես դեմարկացիայի եւ դելիմիտացիայի շուրջ են պայմանավորվածություններ ձեռք բերվել, փաստացի եւ արդեն մենք նաև գործնական ունենք սահմանազատված տարածք, դա էլ կա, բայց նաև կա Ալիևի հայտարարությունները կան, որով որ նա Հայաստան անվանել է ֆաշիստական պետություն եւ հստակ եւ շատ լուրջ սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։ Նաև երեք էր Հիքմետ Հաջիևը ասում էր, որ եթե Հայաստանը ուզում է խաղաղություն, ապա պետք է համագործակցի ադրբեջանական դատարանի հետ։ Այսինքն սպառնալիքները շատ հաճախ են Բաքվից։ Ես սա չեմ ասում, որ մենք վախենանք, ուղղակի մենք որպես փաստ պետք է դա արձանագրենք, ես կարծում եմ, որ Հայաստանը բավականին լավ ձևով արդեն վերականգնել է իր զինված ուժերի պոտենցիալը, հարցը դրա մասին չի, հարցը այն մասին է, որ մենք ունենք այդպիսի նաև հայտարարություններ Բաքվի կողմից եւ ոչ միայն այնպիսի հայտարարություններ, որով որ Ադրբեջանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Միջազգային հարցերին ես արդեն անդրադարձա, փաստացի ուկրաինական հարցում մոտ օրերս մենք ավելի մանրամասն տեղեկություններ կունենանք։ Թրամփի ակնարկներից պարզ է դառնում, որ շատ ջերմ եւ լավ հեռախոսազրույց է տեղի ունեցել իրենց միջև, Թրամփի եւ Պուտինի միջև։ Հատուկ այդ բանագանացը, որին որ ուղարկել էր Դոնալդ Թրամփը, նա էլ նամակն է տանելու Դոնալդ Թրամփին։ Պուտինի հայտարարություններից հստակ է դառնում, որ կան որոշակի նաև պահանջներ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի մասով, այսինքն այնտեղ էլ ամեն ինչ այդքան միանշանակ չէ, Ռուսաստանը հստակ կարծես թե ժամանակ է ձգում։ Այս վայրերությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, անպայման կոչ եմ անում լայքել,
Վերջին տեսանյութերի մեր տեսանելիությունը ընկել է, YouTube-յան ալգորիթմները շատ տարօրինակ են աշխատում, մեկ-մեկ շատ ակտիվ դիտումներ են լինում, մեկ-մեկ շատ են նվազում դիտումները, եւ այդից պատճառով ես միշտ խնդրում եմ ձեզ, որպեսզի դուք ակտիվ լինեք եւ լայքեք, հնարավորության չափով նաեւ տարածեք։ Մեկնաբանությունների համար եւս շնորհակալ եմ, ինչպես նաեւ բաժանորդագրվեք մեր ալիքին, եթե չեք բաժանորդագրվել, որպեսզի բաց չթողնեք մեր հաղորդումները, բայց դա հնարավոր է միայն բաժանորդագրվելուց եւ զանգակը սեղմելուց։ Հաջողություն բոլորիդ, կհանդիպենք։